հայրենիքում որ մի լուրջ բանալու վազում ենք ձեր կողքը կանգնում ենք ազգ մոռացել եք ժողովուրդ չեք ազգ եք այսի տարածք չի հայրենիք է մենք էլ մեր աշխատանքը տեղ ունենք մեր հայրենիքում բացեք ընդամենը գնանք ձեր պես ոնց է գալի գործի ոնց է գնում գործի մենք էլ գնանք մեր գործի բան չի գժի Գիժը նորմալ բան է, գիտակցաբար իմաստուն պրոստը ժպտերես են անում, բայց աննորմալ երևույթ է հիմա տիրում, ինձ ասում են մի գնա աշխատի։ Եթե այսօր ձեզ այստեղ չլսեն, չընդունեն, որևէ բան չլինի, ձեր հաջորդ քայլերը որոնք։ Հաջորդ քայլը ստեղից իջնում են բանկ։ Նորից իջնում են բանկ, ասում են բանկ ջան, ես ինչ անեմ, չեմ կարելի ամսի 15-ի վճարում անեմ։ Հաջորդ չեմ մտածում քայլեր, ձեռնարկեմ, բան, կազմակերպեմ, ես իմ ինչեր անեմ, չեմ ուզում։ Չեմ ուզում, ես ուզում եմ իմ սիրած գործով զբաղվել, որը հայրենիքի համար արդեն անում եմ ես։ Արել եմ, անում եմ ու անելու եմ։ Դրոշ ենք բարձրացնում։ Երեխեքին մարզում ենք, դրոշը բարձրացնում ենք։ Ողջույն մեկ անգամ ես ներկայացնում։ Էրիկ Կոհանյան MMA մարտարվեստի հրահանգիչ։ Նաև Օլիմպիավանի մարզիչ։ Օլիմպիավանի կողմից եմ ասում այդ ամեն ինչը։ Ասեք, այս ընթացքում Օլիմպիավանը ինչքան վնասներ է կրել փակ լինելու Օ, պատճառով։ բասեինը իմ պատկերացումով ահավոր է, որովհետև քլոր ջուր իրար ռեակցիան ու այնտեղ տեխնիկապես շատ ահավոր է, մի օր որ պայթուն լինի այնտեղ, ասելու են սարքեցին։ Երեխեք լուրջ մամուլ խնդրում եմ, էլ իրանցից տենում եք, ասեք Օլիմպիավանի դուռը ինչի բաց, սեպտեմբերի 1-ին դպրոցը բացվելու է, չէ՞ բոլոր։ Կարա ինչ որ դպրոց չբացվի, ինչա տնօրենն ու օրինակ եմ ասում, կառավարությունը իրար հետ չունեն։ Անոհանյան սոցիալական ցանցերում քաղաքացիներն էին իրենց դժվարությունը բարձրացնում, ասում էին, որ փորձում են փաթեթ են ձեռք բերել տողավազանից օգտվելու համար, սակայն հիմա չեն կարողանում ու ուզում էին հասկանալ, թե ինչքան է այս պրոցեսը շարունակվելու, ինչ ասեք։ Իրանց ասեմ, մոռացեք այդ ամեն ինչը։ Ձեր մուծածները ինձ թվում է կորելու է կամ էլ եկեք պահանջեք։ Թող իրանք պատասխանեն։ Ընտանիք կա, որ ամբողջ ընտանիքով փաթեթ են վերցրել տարեկան, հարգելիս։ Միլիոն քանի 100,000 դրամից եմ խոսում։ Ու օրինական ձևին, հենց չի որ եկել են լրիվ օրենքով արած փաթեթներ, ոնց որ Ամերիկայում, ոնց որ Եվրոպայում, ոնց որ ամեն տեղ։ Ջիմ աշխատում է, տարեկան վճարում եմ, ես ծնող եմ, տարեկան վճարում եմ, երեխեքս գալիս են մարտարվեստ, ես գալիս եմ ջիմ, կինս գնում է կանանցի, հանգիստ գնում գալիս ենք։ Դա էլ մեր բժշկությունն էր։ Չգիտեմ, մարդիկ կան բուժվում են ընդե մարդիկ կան բուժվում են, այդ իրանց բուժում է։ Չաղը նիհարում է, նիհարը չաղանում է, հիվանդ մարդիկ կան, որ գալիս են ընդե բուժվելու, ջիմ են գալի, որ հանգարց օրինակ եմ ասում, իրանք էլ են ախր, հենց իրանք էլ այսօր կառավարությունը չեմ հավատում, որ իրանք չեն մարզվում։ Հիմա պատկերացրեք իրանց ջիմը փագ է, իրանց փաթեթը իրանց հարցրեք, դուք ինչ որտեղ ջիմ գնում եք, փաթեթը վճարել եք, փագվել է այդ շենքը, ինչ ենք անում։ Թող ասեն։ Հիմա կառավարությունից պահանջում եք։ Դռները բաց են։ Գնամ իրանց պես աշխատանքի։ Հարգելիս, ինքը ոնց է եկել աշխատանքի։ Ես էլ ուզում եմ գնամ իմ աշխատանքի։ Հեն ազգի պահապանները, ես ոստիկաններին ազգի պահապան եմ ասում։ Եկել են աշխատանքի, որ այդտեղ հանգարց միջադեպեր չլինի, չէ՞։ Ես էլ ուզում եմ գնամ իմ աշխատանքի, երեխուն մարզեմ, վայ։ Ուրիշ բան չենք ուզում։ Բայց ես չեմ ուզում արդեն ուրիշ բանի մասին մտածեմ, որովհետև իմը չի։ Ես չեմ ընտրել դա։ Ես ընտրել եմ մարզչական մարտարվեստներ եւ այլն եւ Օլիմպիավան եմ ընտրել։ Այո, Ծառուկյան ընտանիք եմ ընտրել, որովհետև տենում եմ Ծառուկյան ընտանիքը ոնց է վերաբերվում սպորտին, դրոշին, եւ դրա համար ընդհանրապես ուզում եմ իմ աշխատանքի վայրը բացվի, գնամ աշխատանքի։ Ներողություն, իսկ հիմա երեխաները էլի դուրսում են շարունակում մարզվել։ Այո, շաբաթ օրը հրավիրում եմ ձոր բոլորիդ։ Եկեք նայեք ոնց են աշխարհի մրցումներին պատրաստվում։ Այսինքն տեղափոխվել է ձոր։ Ես այս բան եկե տեսել եմ 91-2 թվականներին։ Մենք 13-14 տարեկան ենք։ Մարտարվեստերը արգելել էին։ Ինչի համար? Որտեվ երևի դեմը ավելի լուրջ բաներ էր։ Մարզական վիճակը փոխվում է։ Վատ վիճակում ասում եմ 26-ի մրցումներին երեխեքին գայեք տենեք, լեզուն հանած չի կարող մարզվի, չի կարող մենամարտանի, որովհետև ինչքան ժամանակա փակ է։ Չի կարող մի պարապմունքը հետաքցում 3 խոսքի մարզավիճակից։ Մի մարզումը հետաքցում 3 մարզավիճակից։ Ոնց բացատրեմ երեխեք ջան։ Դա է, պահանջ անկեղծ ոչ թե նենց հավաքվել ենք բան եկեք մի հատ բան փոր, չէ, երեխեք, չկա տես բան, ազգ, պրոստը բացեք Օլիմպիավանը գոնես օգոստոսի 1-ից։ Մենք անցնենք մեր աշխատանքին, երբ էլ ձեզ պետք է ինչ-որ զննում եք, հնում եք, չգիտեմ ինչ եք անում, ձեր աշխատանքը չի խոչընդոտում մեր աշխատանքին։ Ինչ եք փագ է, ինչ եք ուզում կոլեկտիվը աշխատակազմը Չէ, ուզում չէ, սխալ ասեցի։ Ինչ եք դրդում, որ կոլեկտիվը հիմնադիրների հետ խնդիր ունենան։ Չի լինելու, որտեվ կոլեկտիվը 17 թվականից
Ծառուկյան ընտանիքի հետ աշխատում է ու երբեք չի փորձում այդ ընտանիքի հետ խոչընդոտություն ստեղծել։ Իսկ ես միայն Օլիմպիադանի անձնակազմն է հավաքված։ Ես Օլիմպիադանի անձնակազմին եմ ճանաչում, բայց դժվար, որովհետև Ծառուկյան ընտանիքը տարբեր բիզնեսներ ունի, որը բիզնեսները կանգնել է երևի տարբեր բիզնեսներում են։ Երեխեք անցած անգամ եմ ասել, հարգելի կառավարություն, ինչ գիտեք, ովս ում ենք ընտրե։ Չէ, եթե ուզում եք ինչ-որ մեզ դաղեք, չէ, կներեք, մեր տուն արդեն մտակ, ինչա նշանակում մեր տուն մտակ, հիպոթեկս չեմ կարում փագեմ, ինչ անեմ, լավ, ծիծաղալով ասում եմ, չէ, անկեղծ, վաղը ես 15-ին վարկ ունեմ վճարելու, բանկերին հրամայեք, ասեք, Օլիմպիա, ինչքան Ծառուկյան բիզնեսներ կան, աշխատակազմ կան, հրամայեք, ասեք, իրանց 3 ամիս, օրինակ, մի վերցրեք, հա, այդ ամիսները ավելացրեք մեր ամիսների վրա, գոն է, հիմա ես ինչ անեմ, 850,000 վարկ ունեմ ուծելու, երեխեք, ասեք ոնց անեմ, ես անեմ, բանկին խնդրեցի միջնորդի, ասես չեմ կարա, հիմա եկել եմ ստե ուզում եմ հասկանամ, ով կարա այդ հարցի լուծում տա, փորձենք տենենք, ինձ թվում է, չգիտեմ, ով է դրանով զբաղվում, անկեղծ չգիտեմ, ով է դուռը փակել, շոշափելով, հետաքրքրվելով բանով հասկացել ենք պեկա, հիմա եկել է հարցը հասել է ստեղ, եկել ենք ստեղ ուզում ենք մեկը իշտի, ասի գնացեք տուն, բանկերի հարցերը ձեր լուծածա, էդ էլ օրինակ եմ ասում, սեպտեմբերի 1-ին կբացվի, մենք էլ իմանանք ինչ անենք, մեր երեխեքին տեղավորենք, սաներին տեղավորենք ժամանակավոր ինչ-որ տեղ, բանկերի հարցերը լուծեք, ժողովուրդ, վաղը գալու ենք հացի խնդիր ասենք, երեխեք, այդքան ծիծաղալու վիճակ եք գցել, անկեղծ եմ ասում, էսի հայրենիք է թե տարածք Պրոստը հավաքվել ենք, հա, դենց, չէ, էլի, մի հատ ամեն մեկ իր աշխատանքի մեջ, թող պահանջի իր վերադասից, ասի ինչ ենք անում, ընդամենը ասեք, ինչ ենք անում, վերադաս, դենենք ով այդ վերջում պատասխանը տալու, Կներեք, գուցե